Երևանի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել պետական վերահսկողական ծառայության շենքի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որից հետո ծխի ամպ է բարձրացել։ Հրշեջները դեպքի վայր են մեկնել, պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, 1-ը բետոնախառնիչ։ Մոսկվան հաստատեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով կժամանի Երևան։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճին եւ կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն։ Լավրովը կբանակցի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են նաեւ հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, Հայաստանը շարունակում է շարժվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Ըստ նրա, հայկական կողմը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք Հայաստանի իշխանությունների ընկալմամբ որևէ կերպ չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Սիմոնյանը նաև ընդգծել է այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, Հայաստանի իրավական դաշտում գոյություն չունեն, քննարկումները շարունակվելու են։ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռը մնացել է անփոփոխ, վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները, այն թողնելով անփոփոխ։ Անցյալ տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18 տարվա ազատազրկման էր դատապարտել լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանին։ Ըստ մեղադրանքի Գալստյանն ունեցել է սարխան մականունը եւ 2020-ից 23 թվականներին օտարերկրահատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել Արցախի տարածքում տիրող սոցիալ-տնտեսական բնակչության տրամադրությունների ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ։ 2023 թվականին Արցախի հայության բռնի տեղահանումից հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում։ Նրանք Հայաստան են տեղափոխվել 2024-ի մարտի 29-ին։ Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտների թիվը զգալիորեն նվազել է, հայտնել է միգրացիայի միջազգային կազմակերպությունը։ Պատճառը Ռուսաստանում միգրացիոն կանոնների խստացումն է։ Սա մտահոգիչ է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղրղստանը, որոնց տնտեսությունում միգրանտներից ստացված դրամական փոխանցումները կարևոր դեր են խաղում։ Amnesty International միջազգային կազմակերպությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում նշվում է, թե իբր Amnesty International-ի լոնդոնյան գլխավոր գրասենյակը ծառայում է որպես Կիևի ռեժիմի համախոհների կողմից ֆինանսավորվող գլոբալ ռուսատյաց նախագծերի նախապատրաստման կենտրոն։ Նշվում է նաև, թե կազմակերպության ակտիվիստներն անում են հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում ռազմական բախումը սրելու համար։ Իբր արդարացնում են ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունները, կոչ են անում ավելացնել նրանց ֆինանսավորումը եւ պնդում են Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հարցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2026 եւ 27 թվականների առաջարկվող բյուջեն կրճատվել է 21%-ով, պայմանավորված կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալով։ Խոսքը ավելի քան $1 միլիարդ մասին է։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ առկա ռեսուրսները հաշվի առնելով կազմակերպությունը չի կարողանա անել այն ամենը, ինչ պահանջում են անդամ պետությունները։